Ես այսօր եկա, որպեսզի ներկայանամ կարգապահական հանձնախմբին, եկա եւ ներկայացա կարգապահական հանձնախմբին, ինձանից պահանջվեց հեռախոսը հանձնել, որը ես մերժեցի, քանզի իմ անձնական տարածքն է, իմ անձնական ինֆորմացիան է հեռախոսում, ես առաջարկեցի հեռախոսը անջատել, իրենց իսկ ներկայությամբ իրենք պնդեցին, որպեսզի քանի որ բոլորը առանց հեռախոս են, ես էլ լինեմ առանց հեռախոսի։ Ես ուրեմն արդեն սենյակում էի եւ տեսա, որ ովքեր են նստած հանձնախմբում, մինչև հանձնախմբի պահանջը կատարել է հեռախոսը հանձնելը, ես խնդրեցի հարցի իրավունք եւ հարց տվեցի, որ այս ներկա անդամներն են իմ հարցը քննելու, պատասխանվեցին, որ այո, ես ասացի, որ ես հրաժարվում եմ այս հանձնախմբի հետ իմ անձնական հարցերը քննելու, առավել ևս իմ ծառայական եւ ինձ հետ կապված որևէ քրիստոնեական հարց քննելու, քանզի ես պատշաճ չեմ համարում, տեսնելով թե ովքեր են հանձնախմբի անդամները եւ ես խնդրեցի, որ հանձնախումբը նախ քննի իր անդամների կարգապահական հարցերը, նոր դրանից հետո անդրադառնա ինձ վերաբերող հարցերին։ Ես անուններ չեմ տալու, ձեզ հայտնի են, վերջին ժամանակներում բոլոր անդամներն էին ներկա դրած։ Խնդրում եմ մնացյալ հարցերը ճշտել տեղեկատվական մայրաթորի տեղեկատվական համակարգից։ Սիրելիներ, մնացյալ հարցերը ճշտել կարգապահական հանձնախմբից։ Կա հայի առաքելական եկեղեցում մեկ միաբան, որ իրավունք ունի ձեր հարցը քննարկել։ Հիմա տեսեք, ինչ հանձնախումբ որ կա, ինչ որ նշանակված է, ովքեր որ ինձ սպասում էին, ես իրենց հետ հանդիպեցի, ես նախապես չթաքցրեցի, որ ես չեմ քննարկելու, եթե ինձ համար անընդունելի մարդիկ լինեն, որոնց որ իսկ վարքը քննելու է։ Ես կարծում եմ, որ ես գաղտնիք չեմ խոսում, եւ բոլորը լավ հասկանում եք, ինչի մասին է խոսքը, ու մասին է խոսքը։ Եվ սիրելիներ, ինչու ես պիտի անուններ տամ։ Թողնում եմ բոլորը հասկանում են, արտասներով եք խոսում։ Մնացյալ կարծիքները թողնում եմ ձեզ։ Մինչև վերջ չպարմեք, ինչ եղավ, այդքան ասացի։ Այդքան ես ասացի, որ թույլ տվեք, ես հրաժարվեմ այս կազմի հետ։ Ես ամեն ինչը պատմեցի, այդքան ասացի եւ դուրս եկա։ Ակնկալում եք, որ պատմողը պետք է հեռանալու քահանաների նման դերարանի ովքեր ունենան պահանջը։ Ես կարծում եմ, որ հայ եկեղեցում ամեն մի մարդ, որ հոգևոր չէ, պիտի հեռանա։ Ես չեմ ուզում անուններ տալ։ Դա ժողովուրդը կարող է գնահատել։ Դուք չեք դա Աստված կարող է համարել, ժողովուրդը կարող է համարել, ես ով եմ որ դա համարեմ։ Դուք ձեր ծառայությունը լիարժեք համարում եք։ Դուք ինչու եք ինձ հարցեր տալիս, որոնց պատասխանը միայն Հրավիրել եք լրագրողներին եւ լրագրողները պարտավոր են ձեզ հարցեր տալ։ Շատ լավ։ Ես էլ ձեր հարցերին պատասխանել եմ եւ պատասխանում եմ եւ պատասխանելու եմ։ Կան հարցեր, իրականացրել եք թե ոչ։ սիրելիներ, կան հարցեր, որոնց պատասխանը միայն Աստված գիտի։ Հիմա դուք ինձ այնպեսի մի հարց եք տալիս, որ ես դրա մասին կիմանամ, երբ որ գնամ դրախտի եւ դժոխքի աշխարհ բաժանի ժամանակ իմանամ եւ կհասկանամ։ Ֆիզիկապես եղել Ես սիրելիներ չեմ ուզում շատ մանրամասնել, միայն սա ասեմ եւ ներողություն խնդրեմ դուք գնամ, եթե չեք պատասխանի հարցերին, որպեսզի կարգապահական հանձնախմբի հետ հանդիպումը լուսաբանված եւ արդարացիչ Բանավանքի պատարագին այս հրավերը կարգապահական հանձնախմբին մասնակցելը, քանի որ դուք այնտեղ պատարագ եք մատուցում նաեւ։ Սիրելիներ, տեսեք, ինձ հետ կապված հարցերը կարգապահական հանձնախմբի, ես պատահական չէ, որ հրապարակել եմ իմ Facebook-յան էջում, դուք տեսել եք բոլորը, թե ինչ հրավեր է, որի մեջ նշված է, թե ինչ հարցերով պետք է ինձ քննել։ Այդ հարցերին ես չեմ անդրադառնա, քանզի դա մեկին անձնական հարցն է եւ դա իմ եւ եկեղեցու միջև հարաբերությունների հարցն է։ Ինչ վերաբերում է քաղաքականացրել եք ձեր եւ եկեղեցու հարաբերությունները։ Չի ասի, ինչ վերաբերում է Հովանավանքի պատարակների մասնակցությանը, ես այնտեղ մասնակցել եմ
Միշտ, երբ որ ինձ լրագրողները մոտեցել են, ես բոլոր նրանց հարցերին պատասխանել եմ, երբեք չեմ խուսափել։ Ես իմ հայացքները այնտեղ արդեն իսկ հնչեցրել եմ։ Հանձնախմբի հետ կապված։ Նույն հարցերը Հանձնախմբի հետ կապված ներողություն, հա, ինչ վերաբերում է ես Թալինին կմասնակցեմ թե չեմ մասնակցելու, դա դեռ կորոշվի։ հանձնախմբի հետ կապված որ ասում եք այս կազմը, հա, այս նույն կազմը ձեզ օծել որպես քահանա դա ընդունել եք։ Սիրելիներ, ինձ օծել է Հայկազուն Սրբազանը։ Ուղիղ պատասխանում եմ, ինձ օծել է Հայկազուն Սրբազանը։ Այս տաճարի մեջ։ Մտավախություն ունեք, որ Ում օրինակ Միրոնով դեր տան։ Իսկ դες որևէ բան խոստացել եք մայրաթորին դուրս գալու համար։ Մայրաթոր հայ առաքելական եկեղեցու օրհնած Միրոնով։ Ձեզ որևէ բան կատեգորիոս ձեռքում է խոստացել կատարվել եք եկեղեցուն դեմ դուրս գալու համար։ Որևէ բան խոստացել եք։ Ես նման եմ մի մարդու, որ Աստծուն կվաճառեմ որևէ բանով։ Դուք Ռուսաստան տաքսի վարել եք, Մնացածը թողնում եմ ձեր այստեղ։ իշխանության հրանգով, սիրելիներ, Տաքսի վարել եք, ուրեմն տեսեք, Դեր թեմում չէիք, դուք Ռուսաստանում եք եւ եկաք միայն պատարագին մասնակցել տեսեք, Ձեր ծառայության վայրում չէիք, չէ՞ Տեր հայր։ սիրելիներ, տեսեք, իմ ծառայության վայրում լինել չլինելու մասին ես մեկ անգամ արդեն ասել եմ, լրատվության հայտնի է, որ ես ունեցել եմ արձակուրդ իմ առաջնորդից, Բագրատ Սրբազանից անժամկետ։ Այդ արձակուրդի, իհարկե լինում է, Բագրատ Սրբազանի պարագայում չի եղել։ Ժամկետը երբ լրացավ։ Եղել է, չէ՞։ Հիմա նույն Սրբազանից մինչև իհարկե, նույն Սրբազանից մինչև իր արձակուրդ գնալը ես ինքս արձակուրդ եմ լեցել, Սրբազանին հայտնի էր իմ անձնական խնդիրները եւ այդ խնդիրները լուծելու համար Սրբազանը ինձ անժամկետ արձակուրդ է տվել, քանի որ Սրբազանը հոգևոր մարդ է եւ հասկանում է հոգևոր որևէ խնդրան եւ ըմբռնում է։ Դիտավորություն շատ է։ Ինչ վերաբերում է իշխանությունից որևէ ակնկալի կամ իշխանության որևէ հրահանգ, ես դրան արդեն իսկ պատասխանել եմ, որ ես շարժվում եմ իմ համոզումներով։ Եվ ինձ համար կա մի թագավոր, ինձ համար կա մի Տեր, դա Հիսուս Քրիստոսն է, ով որ ինձ ասում է ես ինչ անեմ, ինչ չանեմ։ Մնացած ովքեր որ ինձ ինչ որ բան ասեն չեն ասի, դա չի նշանակում որ ես դա կարող եմ անել կամ ինչ որ մեկ ինձ ուղղորդում է։ Սիրելիներ, ես կարծում եմ որ Աստված ինձ այնքան միտք է տվել, որպեսզի ես կարողանամ ինքս իմ որոշումները կայացնել։ Ամեն մարդը սխալական է, ես էլ կարող եմ սխալներ գործել եւ մեղա Աստծո թող Աստվածների ինձ եթե իմ սխալ բան գործել, բայց ես չեմ վախենում իմ սխալը բարձրաձայնելու, դրա համար ներողություն խնդրելու, իմ ժողովրդից բոլորից եւ դրա համար ապաշխարելու։ Ես կարծում եմ, որ մեր շատ եկեղեցականների, հատկապես բարձրաստիճան, հենց խնդիրը սրանում է, որ մենք քրիստոնեաբար չենք վերաբերում մեր սխալներին։ Այո, մենք բոլորս էլ մարդ ենք, կարող ենք սխալվել, բայց դրա համար այդ սխալը մաքրելու, շտկելու համար Աստված մեզ ճանապարհը ցույց տվել է։ Հայ առաքելական եկեղեցին ունի այդ ճանապարհը, դա գաղտնիք չէ սիրելի։ Դուք մի հեռախոս եք հրաժարվել ստի թողնել այնտեղ, հիմա շատ բարձր բաներից եք խոսում։ Մենակ ձեր հեռախոսը խնդրում եմ համաձայնել տարբեր հարցեր եք տվել։ Հեռախոսը ինչու ես պիտի թողնեմ։ Ինչ եմ անում, ինչու է ինձանից պահանջվում նման փոքր ցածր բաներ հեռախոսը թողնել։ Վարչապետի մոտ գնալիս երբ որ պահանջվի թողնել, չեք թողնելու։ Սիրելիներ, ես ամեն պահի կայացնում եմ համապատասխան որոշում։ Եթե ես այս պահին կարծում եմ, որ իմ հեռախոսը թողնեմ տունը, տնից դուրս գամ, թողնում եմ տանը։ Եթե այս պահին ստացվել է, որ հեռախոսը ինձ մոտ է, ես չեմ կարծում, որ հայ առաքելական եկեղեցում հոգևորականի հետ խոսելու համար պիտի պահանջի հեռախոսը ինչ որտեղ թողնել։ Դա ինձ համար արդեն իսկ աբսուրդ է։ Բայց դա մի կողմ։ Ես ինչու պիտի իմ հեռախոսը թողնեմ, եթե ես եկել եմ հոգևորական մարդկանց հետ ինչ-որ բան հոգևոր թեմաներ խոսելու։ Մակարդակի վրա լինեք դեպի։ Ինչ կապ ունի մակարդակը։ Հիմա մեկը մտնի բան գողանա, ինձ ասի արի իր հետ գողանանք մի մակարդակին, մենք էլ ենք գողանում, դու էլ գողացի։ Կառավարություն իշխանության ներկայացուցիչների մոտ գնալիս էլ չեք թողնել։ Սիրելիներ, իմանանք, որպեսզի հետևեն։ Կամ դեսպանատներ ավելի հավանական է դեսպան։ ես երբևէ նման խնդիր չեմ ունեցել եւ դրա մասին մտածելու կարիք չեմ ունեցել եւ կարծում եմ հիմա դա ման հարցեր է։ Ասացիք ինչպես եք տեսնում հանգուցալուծում իշխանությունների եւ եկեղեցու միջև այս հեռակաբան ավեջին, վարչապետ օրինակ կաթողիկոսի հեռացումն է պահանջում, կիսում եք այս մոտեցումը թե ոչ։ Ինձ թվում է կարևոր հարց եք տալիս, որին թերևս ես ավելի ուշ կանադառնամ։
Իսկ չեք կարծում, որ Նիկոլ Փաշինյանը ձեզ օգտագործում է քաղաքական դաշտում։ Ինչպես։ Մենք հովանավանքում պատարագի մասնակցել։ Դուք կարծում եք Նիկոլ Փաշինյանը ինձ հրավիրել հովանավանքում պատարագի մասնակցել։ Դուք կարծում եք, որ Տեր Արամը իմ ընկերն է, իմ սենյակում է բնակվում ենք միասին մի քանի տարիներ ճեմարանում, սենյակակից են եղել եւ մեր մտքերը վաղուց են հատվում իրար հետ, վաղուց են իրար հետ մշակում երկար ժամանակներ եւ ես Տեր Արամին մոտ գալու նրանից նրա խնդիրը լսելու չնայած ես նրա խնդիրներին գրեթե միշտ տեղյակ եմ եղել, համար ինձ պիտի վարչապետը կանչեր, որ ես իմ ընկերոջ հետ ինչ-որ բան խոսեմ կամ որևէ տեղ որևէ հարթակում նրան հաջակցեմ կամ նրա մատուցված պատարագին ես գնամ եւ իմ օգտակարությունը փորձեմ բերել, նրա ձեռքից հաղորդություն ստանալ, ինչու՞ չէ նաեւ նրան օգնել հաղորդություն բաժանել ձեռքից։ Դրա համար կարիք կա, որ ինձ որևէ մեկը Կարգապահականը երբ հրավիրի ձեզ էլի, չեք գալու ճիշտ հասկացած ձեզ, դեցեք գալի այս հարցը ճշտեմ, այլևս չեք գալու ձեր հարցը քննարկմանը, որովհետև սիրելիներ, քանի հստակ ասեմ ձեր հարցին հստակ պատասխանեմ, քանի դեռ այս կազմն է կարգապահական հանձնախմբում, ես չեմ գալու։ Իսկ եթե որոշողը Աստված է, բայց ես այդ կարծիքը ունեմ։ Առանց ձեզ եթե որևէ բան որոշի, օրինակ Ստեփան Ասատրյանի մասով դուք ասում եք, որ առանց իր ներկայության են կարգալույց արել, դատել են, ես դա անվավել եմ համարում։ Ստեփան Ասատրյանում նկատում եք, Տեր Քահանա Ասատրյանը կարգալույց արդեն քահանա։ Եվ դուք իր մասով ասում եք առանց իրեն են որոշել, որ պետք է կարգալույց անեն եւ ես դա անվավել եմ համարում, դուք եք ասել, եթե ցալուն վերջին հաստատում եմ։ Առանց ձեզ եթե որոշում կայացնի ինչպես կվերաբերեք այդ որոշմանը եւ ենթադրենք կարգալույց անեն ձեզ, բացառում եք, որ պատարակներ չեք մատուցի, ինչպես ձեր սիրելի Ստեփան Ասատրյանն է անում։ Սիրելիներ, երբ որ դա ինչ-որ որոշում լինի, ես այն ժամանակ բնականաբար կարձական։ Ինչ վերաբերում է կարգալույց կանեմ չեն անի, դա իրենց որոշումն է։ Եվ հետո ես մի անգամ էլ առիթ եղել է կարգապահական հանձնախմբի կարգալույց անելու իրավունք ունենալու թե չունենալու մասին հովանավանքում այդ մասին արդեն խոսել եմ եւ հնարավոր չեմ բացառում, որ կարող են նաեւ դրան անդրադառնալ։ Տեր այ դուք այնտեղ ասում եք, ես այսօր առավոտ եմ հենց լսել նորից, դուք այնտեղ ասում եք, որ առանց Ստեփան Ասատրյանի կամ ձեր խոսքով Տեր Արամի ներկայության են կայացել այդ որոշումը իրեն կարգալույց անելու։ Դրա համար դա անվավել է։ Հիմա այսօր ասում եք այս կազմը։ Հիմա ինչով է վավերությունը կամ անվավերությունը։ Իսկ ձեր կարծիքով խնդիրը միայն մեկը պիտի լինի։ Խնդիրները կարող են տարբեր լինել։ Այո, դա էլ է խնդիր, որ առանց նրա ներկայության են քննել, քանզի նա ներկայացրել է, որ կներկայանա եւ կներեք, թողեք պատասխանեմ։ Նրան ներկայացրել է, որ կգա, բայց չեն սպասել նրան։ Ինչով էր պայմանավորված։ Արդյոք այդտեղ միտում չկար, որ մինչև կիրակի օրը պիտի նրան կարգալույց անեին։ Ես միտում տեսնում եմ օրինակ։ Դա մեկ, երկրորդը դա չի նշանակում, որ ուրիշ հարցեր չկան։ Ուրիշ հարցեր կան, այո, կարգապահական հանձնախմբի իրավական կարգավիճակի հարց կա, որին ես եւս անդրադարձել եմ, դա չի նշանակում, որ ես տարբեր բաներ եմ խոսում։ Ոչ, ես եւ նրա մասին եմ խոսել, եւ նրա մասին եմ խոսել։ Տեր Հայր, երբ որ ծառայության եք անցնում Հայ Առաքելական եկեղեցում, չգիտեք, որ կարգերն օրինակ այսպիսին են, այդ հանձնախումբն է որոշում որոշելու նաեւ ինչ-որ մի օր ձեր կամ ձեր ծառայակից եղբայրների ճակատագիր ժամանակները փոխվում են, երբ ընտրում եք, որ պետք է գաք, ժամանակները փոխվում են, ժամանակների ընթացքում օրենքներն ու հանձնախմբերը եւս փոխվում են, օրինաչափությունները եւս փոխվում են։ Ես ձեզ ասեմ ավելին, կարգապահական հանձնախմբի հետ իմ այսօր ցանկություն չունենալը քննելու այդ հարցերը կապված են վերջին ժամանակների համացանցում հրապարակումների հետ կոնկրետ։ Ես չեմ կարող աններ տալ։ Ես չեմ կարող աններ, չեմ ուզում աններ տալ։ Կարող եմ, բայց չեմ ուզում։ Համացանցում օրը միլիոն հրապարակում է սիրելիներ։ Մնացած մեկնաբանություններ թողնում ձեզ եւ հոգեվոր ծառայություն իրականացնելը, տեսեք, հոգեվոր ծառայություն իրականացնելը դա իմ կոչումն է։ Նկատինեմ արտակոծից վերադարձել եք արդյոք։ Որևէ պաշտոնական արտակոծից վերադառնալու
այս պահին հարց չի քննարկվել, այս պահին չկա նաև նախագծում, բայց չեմ բացառում։ Իմ արձակուրդ գնալը չի նշանակում, որ ես ասում արձակուրդ եմ հայտարարել։ Այնտեղ, որտեղ ես գտնվել եմ, ես միշտ այդ եկեղեցիների պատարակների Ինչքան ժամանակ առաջ եք արձակուրդ գործունեությամբ զբաղվել եմ։ Ինչքան ժամանակ առաջ եք գնացել։ Ես ուրեմն ասեմ, դա այդ հարցը շատ տեղին հնչեց, Տավուշի թեմի առաջնորդական տեղապահը ներկայիս ուրեմն Ազատություն ռադիոգայանի հարցազրույց տալու ժամանակ նշել էր, որ 2022 թվականից չեմ ներկայացել, լքել եմ ինձ արարության վայրը։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նա ստել է այդ հարցում, իմ հոգևոր եղբայրին եւ ես կաղոթեմ իր հոգեփրկության համար եւ ես չեմ չարանում։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ նա ստել է։ Ես 2022 թվականից ծառայել եմ Տավուշի թեմում, եղել եմ Հավատի վանքի լուսարապետը եւ ես Սրբազան հորից թույլտվությունը իմ արձակուրդի ստացել եմ 2001 տարի կես առաջ, փետրվար ամսի 5-ին։ Ես ներողություն եմ խնդրում, էլի։ Իսկ այնտեղ ծառայել եմ շուրջ 2 տարի։ Ներողություն, դուք ասում եք ազատությունը այսպիսի տեղեկություն է հայտնվել եւ հերքում եմ, դա ասում դա, բայց մի քիչ առաջ ասում եք համացանցում տեղեկություններ կան, որը կարծես հավատում եք, որոնց դրանց իսկությանը չեք կարծում։ Սիրելիներ, ես կարգապահական հանձնախմբին չասեցի, որ որևէ մեկը մեղավոր է։ Ես խնդրեցի, որպեսզի քննեն իրենց անդամների հարցերը։ Երբ որ կքննեն, երբ որ կպարզվի, կհրապարակվի, ամեն ինչը պարզ եւ ճշմարտացի կդառնա, հաստատված կդառնա, այն ժամանակ էլ ես էլ իմ արձագանք կանեմ իմ պատասխանը։ Դա է լավ հարց է, ես դրա մասին էլ կուզեի, որ հանրությունը իմանա։ Երբ որ մի մարդ իր երիտասարդ տարիներից սկսում է եկեղեցում ծառայել, օրինակ ես եկեղեցի եմ մտել 2004 թվականին, երբ որ 15 տարեկան դեռ պատանի էի, ծառայել եմ եկեղեցում, հետո ճեմարան եմ եկել եւ բոլոր նման մարդիկ։ Եկ գալիս են ճեմարան, այդքան տարիներ դժվարին ուսման process անցնում, այնուհետեւ ծառայում եկեղեցուն, այս ամենը հեշտ չէ։ Այնուհետեւ ինչ որ եկեղեցում, ինչ որ համայնքում գնում են, սոված օրեր են ունենում, անկում գիշերներ են ունենում։ Այս ամեն ընթացքից հետո, երբ որ մարդը կյանքն է դնում հոգևոր ընթացքի մեջ, եւ Աստված էլ նրան օծում եւ շնորհ է տալիս, եւ մարդիկ եւ ժողովուրդն էլ իրենց շնորհակալություն են հայտնում տարբեր ձևերով, եւ մի օր միտեղ մի գրասենյակում ինչ որ թուղթ ստորագրվի, որ այլևս այս մարդը չպիտի ծառայի եւ այն էլ ինչ որ փակ պայմաններում, ինչ որ քմահաճույքների արդյունք, սա աբսուրդ է։ Ոնց կարելի է մարդու կյանքը խորտակել, եթե մարդը մեծ վարչապետական շեղում չունի, եթե մարդը մեծ անբարոյականության մեջ չի հայտնվել, ինչ որ նման մեծ հարցեր չկա մարդու կյանքում, ինչպես կարելի է վերցնել մի հոգևորականի եւ ասել ստորագրել, որ Աստծո շնորհը զրկում ենք, որ դու գնաս եւ գործես եւ մարդկանց սիրելիներ, այդպես չի եղել։ Ինչքան մարդիկ որ կան, որ այս ճանապարհով են կարգալուց արվել։ Ես իմ անձնական կարծիքն եմ ասում, ես կարծում եմ, որ այդ բոլոր մարդկանց կարգալուծությունը անվավեր է եւ այդ մարդիկ պետք է Աստծո խոսքը քարոզեն, ծառայեն, ասեն։ Առանց այն էլ ամեն մի հազար մարդու մի հոգևորական պիտի սպասավորի։ Հայաստանում ապրում են 3000 մարդիկ, 3 միլիոն մարդիկ, եթե մոտավոր թվերով խոսենք, եւ 3000 հոգևորականի կարգի տարիք կա, բայց այսօր հայ եկեղեցին Հայաստանում ծառայող երևակայի 300 հոգևորական չունի։ Ոնց կարելի է վերջին մի քանի տարիներին, 1-2 տարիներին երևի շուրջ 150 մենակ սարկավագներ են եկեղեցին լքել, հեռացել, ոմանց կարգալուծ են արել, ոմանք իրենք են հիասթափվել գնացել։ Սա աբսուրդ է, սիրելիներ։ Սա է եկեղեցու քանդելը։ Սա է եկեղեցու կործանումը։ Գիտեք, ես սրա մեջ եմ տեսնում։ Որ օգտագործում են մայրաթորին, գալիս են անվճար ուսում են ստանում, գնում են արտերկրում, անվճար սովորում են եւ դավաճանում են մայրաթորը։ Իսկ սա ինչպես եք որակում։ Շատ վատ։ Ես չեմ բացառում նման դեպքեր եւս։ Բայց ես կարծում եմ, որ նման դեպքերը շատ փոքր մաս են կազմում։ Ես այս եկեղեցու մեջ եմ, սիրելիներ։ Ես արդեն 20 տարի ես եկեղեցու մեջ եմ եւ ես տեսնում եմ ինչ է կատարվում։ Ես ներսից գիտեմ ինչ է կատարվում։ Ես որ այսօր խոսում եմ, ես սկսել եմ շատ անհանգստանալ դեռևս 2 տարի առաջվանից։ Եվ ես սպասում եմ, որ ես մի օր պիտի խոսեմ եւ եկավ ժամանակը եւ խոսեմ։